պահին տալիս ենք, աղբը հանում ենք, ջուրը հանում ենք, հոսանքը հանում ենք։ Բայց 1.5% հարկեր չվճարեք։ Դուք ասում եք 1.5% ենք վճարում։ Մեր մանր բիզնեսի համար դա չգիտեմ, մանր Հələ կներեք, ներողություն եմ խնդրում, էլի 100,000 դրամի համար 100,000 դրամի առևտուր է կարել, 1500 դրամ պետքա հարկ վճարեք, դա շատ է։ 100,000 դրամին ես 70-80 հազարը դրել եմ ապրանքի։ Ես 35 տարի առևտուր եմ անում։ Շատ լավ, շատ լավ։ Այդտեղավ 30% շահութաբեր բիզնես է։ 35 տարի ես աշխատել եմ ընտանիքով, ամուսին, հետո երեխաներով։ Աշխատել ենք, այդ մի քանի բանը հավաքվել է։ Հիմա եթե իմ այդ հինը չլիներ հավաքված, մենք չենք կարող այս պայմաններում առևտուր անել։ Ձեր ասած 1000 ներողություն էլի, եթե սխալվեմ, ինձ խնդրում եմ ուղղեք։ Ձեր ասած թվերն եմ ասում։ 100,000 առևտուր է կանում։ 1500-ը վարձն է, հարկն է, 70,000 դրամը բանն է, կտորն է, լավ, պլյուս դարձնենք 25,000 դրամը, այսինքն ձեր բանն է, ձեր շահույթն է։ Իսկ ոչինչ որ 1000 ներողություն, աշխարհում 20%-անոց շահույթ տվող բիզնեսը համարվում է հոյակապ բիզնես։ Բայց շաբաթը որ լինում է, ամբողջ շաբաթ այդ 100,000-ն էլ չի արվում։ Դե այդ դեպքում չեք վճարում։ Հա, հարկը չեք վճարում, հա, բայց փողը վճարում։ Բայց տեղը մուծում եմ, հոսանքը մուծում եմ, հա, ջուրը մուծում եմ, աղբը մուծում եմ։ Հա, ընդունեցի։ Շաբաթներով 100 դրամ ստեղ առևտուր։ Հաշվիչը մեկ խփում եմ։ Ասում եմ ամոթ։ Դե հիմա ձեր կարծիքով կառավարությունը ինչ անի, որ ձեր առևտուրը լավանա։ Էլի 1000, լսեք, հարկը տալիս եք, երբ որ կներեք, ներողություն, հոսանքի փողը չենք կարա պակասացնենք, որովհետև հոսանքը բան է կանում։ Այսինքն այդ 100,000 դրամի մեջ 1500-ը դուք քանի տարեկան եք, մի րոպե։ 69 Դե 1500 դրամ, հիմա դուք առողջության ապահովագրության շահառու եք։ Այսինքն Աստված տա ձեզ առողջություն, բայց եթե հանկարծ կարիքը ունենաք, այսինքն այդ հարկով մենք ձեզ համար ապահովում ենք առողջություն։ 10,000 դրամ։ Բա միջև այդ հավաքում ենք փողերը։ Բա միջև այդ 2017 թվի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են։ Դե հիմա եկեք այս տոկոսները, այս բյուջեի հաշվարկը ես չեմ կարող անել, բայց ես իմ ընդհանուր ասեմ, դժգոհ եք։ Կարելի է պարզ։ Համեցեք։ Դուք 1.5% հարկ եք տալիս, որպեսզի ստանաք 4 միլիոն դրամ, եթե կարիք լինի, կամ 2 միլիոն կամ 100,000 դրամ, որպեսզի կարիք լինի մի օր առողջապահական ապահովագրության, դուք դրա դիմաց վճարեք 0%, որպեսզի ստանաք 20,000 դրամ ավել կենսաթոշակ, ոչ միայն դուք, այլ 600,000 մարդիկ։ Եվ ընդհանրապես 1.5% հարկը, 1.5% հարկը դուք վճարում եք։ Մենք ենք ձեր շնորհակալ, որովհետև դուք ձեր հարկով եք դա ապահովում։ Բայց դուք հաշվում եք մեր 100,000-ի մենակ հարկը մի տոկոսը կամ 1.5%-ը 1000-1500։ Չէ, բայց մենք ենք ձեզ շնորհակալ։ Բայց փող ենք տալիս, ամեն ինչ ենք տալիս։ Չէ, դա բայց բիզնես է, բա ինչ եք ուզում։ Բիզնես չկա, պարոն վարչապետ։ Մեր ասելն էլ դա է, բիզնես չկա։ Ինչի չկա բա։ Շատ քիչ։ Ինչի չկա, եկեք այդ հասկանանք։ Ինչ է, դա արդեն դուք։ Ինչի չկա։ Ես չեմ կարող ասել։ Եթե լիներ այդ 1.5-ը, կարող է ինտերնետ հարթակների պատճառով ա ձեր առևտուրը նվազում եւ այլն եւ այլն։ Դե բայց բիզնեսը պետքա մի հաշվեք, որ մենք օրական 100,000 անում ենք։ Ոչ, կարող է ամբողջ շաբաթ 10,000 դրամ չանեմ առևտուր։ Խնդիրը հարկի տոկոսը չի։ Իհարկե, ընդհանուր առևտրի ծավալն է, որովհետև հարկը գոյանում է առևտրից։ ամեն ինչը Եվ ձեր ներողություն, ձեր ասածից հենց երևում է, որ ձեր առած ծախսերի մեջ հարկը չնչին տոկոս է։ Այսինքն դուք ասում եք տարածքի վարձը, որը կառավարության հետ կապ չունի։ Դուք ասում եք հոսանքի փողը։ Դե հիմա ամեն ինչը չկապեն կառավարության։ Մենք ապրում ենք այս երկրում, բա պետք գիտանք, այդ մարդը ինձ պարտական չի։ Այո, տարածքտայից ես գումար չվճարեմ։ Մեր ասած ընդհանրապես է դա, որ այդ վճարած պայմանական 1500-ի դիմաց մենք ձեզ ապահովում ենք առողջության ապահովագրություն, ապահովում ենք ավել կենսաթոշակ եւ հիմա ձեր ասածի շուրջը կմտածենք ինչ անենք, որ ձեր առևտուրը նպաստենք, որ շատանա։ Մենակ մի տոկոսը կեսը չէ։
Շնորհակալ ենք։ Մեր ահա, տեսեք, այ տեխնոլոգիաներից օգտվում եք, դա էլ շատ կարևոր է։ Ավել պակասի համար էլ մեզ կներեք, ավելի շատ կմտածեք ինչ անենք։ Կնայեմ ես երեջը։